Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր սեպտեմբերի 17-ն է չորեքշաբթի եւ մենք սկսում ենք լրատվական օրը կեսօրի առաջին թողարկումով այստեղ USR Media YouTube-յան ալիքում։ Հավատացած ենք, որ մեր ներկայացրած լուրերը բովանդակալից են, կարևոր, բայց ամենակարևորը չկրկնվող։ Օրական 3 թողարկումներով մենք փորձում ենք բավարարել ձեր սպասումները, սակայն եթե որևէ թեմա բաց ենք թողնում եւ ձեր կարծիքով արժանի է, որ այն լուսաբանվի, անպայման գրեք մեկնաբանություններում։ Մենք սիրով կանդրադառնանք նաեւ այդ թեմային։ Շնորհակալություն մշտական աջակցության համար, ես Հարություն Մինասյանն եմ եւ այս ժամի կարևոր լուրերը։ Երևի կհիշեք, Վաննայսում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը հիմա այն բուրըն արձագանք է ստացել, այսի գործակալների կողմից իրականացված գործողության ժամանակ ծանր վնասվածքներ է ստացել 80-ամյա ավտոլվացման կետի սեփականատերը։ Վալիք Արբաշի տերը Ռաֆի Շուհեդը պատմել է, որ սեպտեմբերի 9-ի ռեյդի ընթացքում այսի գործակալները ձերբակալել են իր 5 աշխատակիցների։ Շուհեդը անվտանգության տեսախցիկների ձայնագրությունը փոխանցել է տեղական KTLA հեռուստաալիքին, իսկ այդ կադրերում երևում է, թե ինչպես է դիմակավորված գործակալը նեղ միջանցքով վազում դեպի ներս ու պահում Շուհեդին, գցելով նրան գետնին։ Շուհեդը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով ձեռքի արմունկը տեղից դուրս է եկել, կոտրվել են կողերը եւ վնասվել 2 ձեռքը։ Դեպքից հետո դրսում նա փորձել է պարզաբանում ստանալ գործակալներից, երբ տեսել է, որ նրանցից մեկը ձերբակալում է իր աշխատակցին։ Ես միայն ասացի սպասեք, նրանք փաստաթղթեր ունեն, ամեն ինչ օրինական է, իսկ նրանք ինձ գցեցին գետնին ու երեքով նստեցին վրաս։ Շուհեդի ընտանիքը հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել դաշնային կառավարության դեմ։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ձերբակալվել է 5 անձ կապված խոշորածավալ թմրանյութերի մաքսանենգության կազմակերպության հետ, որը Լոս Անջելեսից Նյու Յորք է տեղափոխել մոտ 22 տոննա կոկային եւ ավելի քան $100 միլիոն կանխիկ գումար։ Ըստ դատախազության կազմակերպության ենթադրյալ ղեկավարները Նյու Ջերսիի Դյումոնտ քաղաքից 45-ամյա Դեվիդ Ռոդրիգեսը, որը նաեւ հայտնի է Գոտի անվանումով, եւ Մանհեթենից 38-ամյա Ռեյմոնդը White Boy մականունով կալանքի տակ են գտնվում դեռևս 2024 թվականից, երկուսն էլ մեղադրվում են մեծ քանակի կոկային գնելու եւ տեղափոխելու մեջ, որը պահվում էր Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Կալիֆոռնիա Ջուլերի մարտի տարածքում գործող կեղծ ոսկերչական խանութում։ Թմրանյութը տեղափոխվել է փակված պլաստիկ տարաներով, որոնք հողարկվել էին Նյու Յորքի Diamond District-ում օգտագործվող թանկարժեք բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերություններ, որոնք էլ մասնագիտանում են հենց զարդերի, թանկարժեք մետաղների եւ արվեստի նմուշների փոխադրման մեջ։ Հետաքննության տվյալներով Լոս Անջելեսից Նյու Յորք է ուղարկվել ավելի քան 800 փաթեթ ընդհանուր 22 տոննա կոկայինի չափով, որի փողոցային արժեքը գնահատվում է $315 միլիոն։ Նյու Յորքից Լոս Անջելեսը տեղափոխվել ավելի քան 500 փաթեթ շուրջ $105 միլիոն արժողությամբ։ Քննության ընթացքում իրավապահներն առգրավել են ընդհանուր ավելի քան $28 միլիոն կանխիկ գումար, մոտ 725 կիլոգրամ կոկային, ինչպես նաև թանկարժեք ավտոմեքենաներ եւ զարդեր, որոնք ձեռք էին բերվել թմրանյութերի վաճառքից ստացված գումարով։ Գործով անցնող մեկ այլ ամբաստանյալ Նյու Յորքի բնակիչ 47-ամյա Ռոնել Սուիթը 2024-ին արդեն մեղավոր էր ճանաչվել դաշնային զենքի գործով եւ ներկայումս կրում է 15 տարվա պատիժ։ Սեպտեմբերի 16-ին գործով նոր ձերբակալվածների թվում են 52-ամյա Ջամել Դոնալդ Լևի Բրուքլինից, 50-ամյա Բրյուս Ադամսը Բրոնքսից, 33-ամյա Սինդի Ռեյչել Իմբերտը Նյու Ջերսիի Ինգլվուդից, 30-ամյա Նոելի Խիմենեսը Լոս Անջելեսի կենտրոնից եւ Լոս Անջելեսի կենտրոնից դարձյալ 42-ամյա Լորնա Քուքի Մարտինեսը։ Նյու Յորքի 3 ամբաստանյալները արդեն դատանի առաջ կանգնել են, իսկ Լոս Անջելեսից երկուսը կհայտնվեն դաշնային դատանում այսօր։ Իրավապահները դեռևս փնտրում են մեղադրական եզրակացությամբ անցնող եւս 2 անձանց՝ Նյու Յորքից 52-ամյա Դենիել Նայս Վեգային եւ 40-ամյա Գրեգորի Ջի Անտոնիո Բենիտեսին։ Միացյալ Նահանգների նախագահ մինչև Մեծ Բրիտանիան մեկնելը հայտարարել էր, որ Կոլումբիան եւ մի շարք այլ երկրներ ձախողվել են թմրանյութերի դեմ պայքարի համաձայնագրերի պահպանումում։ Վաշինգտոնը որոշել է դեզերտիֆիկացնել Կոլումբիայի հակաթմրանյութային գործակալությունը, հայտարարելով, որ այն չի կարողացել զսպել կոկայինի արտադրությունը։ Այս որոշումը կարող է վտանգի տակ դնել ԱՄՆ ֆինանսավորումը Կոլումբիայի համար։ Թրամփը նշել է, որ հնարավոր է վերանայի այս որոշումը, եթե Կոլումբիայի կառավարությունը ավելի կոշտ քայլեր ձեռնարկի կոկայինի աճեցման եւ կոկայինի արտադրության ու թրաֆիքինգի կրճատման ուղղությամբ։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոշտ է արձագանքել։ Ազգային ուղերձում նա ասել է. «Մեզ դեզերտիֆիկացնում են այն դեպքում, երբ մենք պատմության մեջ ամենաշատ կոկայինն ենք բռնագրավել, հազարավոր լաբորատորիաներ ենք ապամոնտաժել,
նույնպես պատմության մեջ ամենաշատը։ Սա քաղաքական է։ Կոլումբիայի աջակողմյան ուժերը, որոնք իրականում կապված են թմրանյութերի բիզնեսի հետ, համոզել են Միացյալ Նահանգների աջակողմյան պաշտոնյաներին, քանի որ վերջիններս ավելի շատ հավատում են գաղափարախոսությանը, քան իրական արդյունքներին։ Թրամփի հայտարարության մեջ Կոլումբիայի կառավարությանը մեղադրում են նաև թմրակարտելների ու նարկոահաբեկչական խմբերի հետ փոխզիջման ուղի փնտրելու մեջ։ Կոլումբիայի սենատոր Սանդրա Ռամիրեսն արձագանքել է, որ Վաշինգտոնը նախ պետք է իր սեփական տունը կարգի բերի, ավելի մեծ ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ի ներսում կազմակերպած հանցագործության դեմ պայքարին եւ թմրանյութերի պահանջարկի նվազեցմանը։ Ներքին գործերի նախարար Արմանդո Բենեդետին եւս հայտարարել է, որ զգալի առաջընթաց կա։ Այս տարի միայն շուրջ 700 տոննա կոկաին է բռնագրավել։ Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգները արդյունքները գնահատում է միայն կոշտ միջոցներով կոկայի դաշտերի ոչնչացմամբ։ Մինչդեռ այս կառավարությունը ցանկանում է հասնել արդյունքի կամավոր ծրագրերով եւ մշակաբույսերի փոխարինմամբ, ասել են նա։ Այս դեզերտիֆիկացումը մեծացնում է ճնշումը Պետրոյի վարչակազմի վրա, որը իշխանության էր եկել խաղաղության պայմանագրերի եւ գյուղական զարգացման խոստումներով։ Սակայն Թրամփի վարչակազմը պնդում է, որ այդ քաղաքականությունները ձախողվել են, իսկ կոկայինի արտադրությունը Պետրոյի օրոք հասել է պատմական բարձր մակարդակի։ Արդեն տեղափոխվենք Մեծ Բրիտանիա, նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայում վայելել է թագավորական շքեղ ընդունելությունը։ Նրան եւ առաջին տիկնոջը Վինձորի ամրոցում դիմավորել են թագավոր Չարլզ III-ի պատվո պահակախումբը եւ հեծելազորը։ Այնուհետև առաջին տիկին Մելանիա Թրամփի հետ արգնքի տուփ են մատուցել 2022-ին մահացած թագուհի Եղիսաբեթ II-ի շիրիմին։ Սուրբ Ջորջիայի մատուռում ԱՄՆ պատվիրակության հետ Թրամփը ներկա է գտնվել երգչախմբի համերգին, իսկ դրանից հետո դիտել զինվորական արարողությունը։ Օրվա ընթացքում կազմակերպված շքերթի մասնակցել է մոտ 120 ձի եւ 1300 զինվորական կազմակերպելով վերջին տասնամյակների ամենամեծ պատվոպահակախումբը։ Թրամփն ու թագավորը զրուցում էին կատակում միասին, անգամ զինվորների զննման ժամանակ Չարլզը ձեռքով հրավիրել է Թրամփին քայլել իրենից առաջ, խուսափելով խախտումից, որը 2019 թվականին Թրամփի եւ թագուհու հանդիպման ժամանակ քննադատության էր արժանացել։ Թրամփը եւ թագավորը ծանոթացել են Միացյալ Նահանգների եւ Բրիտանիայի հարաբերությունների պատմական նմուշների։ Ցուցադրվել էին անկախության շրջանի վավերագրեր, տրանսատլանտյան առաջին հաղորդագրություններից մինչև նախագահ Դուայթ Էյզենհաուերի նվերները թագուհուն։ Վաու, արձագանքել է Թրամփը, նայելով ԱՄՆ անկախության փաստաթղթերին, իսկ Չարլզն ավելացրել է՝ դա հետաքրքիր է իրոք։ Տարբեր նվերների փոխանակումից հետո Թրամփը մասնակցել է պետական ճաշին եւ պաշտոնական ընդունելությանը։ Թրամփը թագավորին նվիրել է Էյզենհաուերի սրի կրկնօրինակը։ Իր արդին բրիտանական թագավորական ընտանիքը Թրամփներին հանձնել է անկախության հռչակագրի 250-ամյակին նվիրված հավաքածու եւ այն դրոշը, որը ծածանվել էր Բուքինգեմյան պալատում Թրամփի երդմնակալության օրը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցը համատեղելու է թե շքեղ ընդունելությունը, թե բողոքի ցույցերը, սակայն Լոնդոնը եւ Վաշինգտոնը հույս ունեն, որ այն կդառնա նոր տնտեսական դարաշրջանի սկիզբ։ Երկու երկրներն էլ ստորագրել են տեխնոլոգիական բարեկեցության համաձայնագիր մոտ 42 միլիարդ դոլարի ներդրումներով։ Microsoft մոտ 30 միլիարդ դոլար ներդրում անպային եւ արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման համար, ինչպես նաեւ երկրի ամենամեծ AI սուպերհամակարգիչի կառուցումը Հյուսիսային Լոնդոնում։ Google մոտ 7 միլիարդ դոլար ներդրում նոր տվյալների կենտրոնի եւ AI հետազոտությունների համար։ Nvidia երկրով մեկ տեղակայելու է շուրջ 120,000 առաջատար չիպեր։ Այս ներդրումները կարող են զգալի աջակցություն դառնալ ճնշման տակ գտնվող Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի համար։ Վարչապետը փորձում է երկիրը ներկայացնել որպես ներդրումների համար գրավիչ կենտրոն, առաջարկելով ԱՄՆ-ին թեթև կարգավորող համակարգ։ Պայմանագրում ներառված է AI-ի կիրառում առողջապահությունում, քվանտային համակարգչային հնարավորությունների ընդլայնում, քաղաքացիական միջուկային նախագծերի արագացում։ Սակայն Թրամփի այցը խոստանում է լինել ոչ ամբողջությամբ հարթ, նախորդին Վինձորի ամրոցի պատերին ցուցադրվել էին նրա եւ սեքսուալ հանցագործ Ջեֆրի Էփստեյնի պատկերները, ինչը վկայում է բողոքի ալիքի մասին։ 4 անձ է ձերբակալվել այդ կապակցությամբ։ Ակտիվիստներն իրենց գործողությունը համեմատել են կայսրի նոր զգեստները պատմության հետ։ Թրամփին պատվում են երկրորդ պետական այցով, բայց մենք պետք է բարձրաձայնենք նրա սերտ կապերի մասին Ամերիկայի ամենահայտնի մանկապիղծի հետ, ասել են ակտիվիստները։ Նախագահ Թրամփը օրերս հայտարարեց, որ ստեղծում է Memphis Safe Task Force անունով հատուկ ուժը, որի նպատակն է հանցագործության դեմ պայքարը Մեմֆիսում։ Թրամփի խոսքով նախաձեռնությունը կաշխատի Վաշինգտոնում իրականացված նմանատիպ ծրագրի օրինակով եւ ներառելու է դաշնային գործակալությունների լայն կազմ, FBI, ICE, ազգային գվարդիա, տեղական իրավապահներ։ Թրամփը, երևի թե կհիշեք, շեշտել էր, որ դա կարևոր է ոչ միայն Մեմֆիսի, այլև բազմաթիվ այլ քաղաքների համար։ Մենք բոլորի մասին ենք հոգալու։ Հանրային կարծիքը իրականում բաժանված է։
Որոշ տեղացիներ ողջունում են քայլը, նշելով, որ Մեմֆիսում հանցագործությունը վերջին տարիներին դուրս է եկել վերահսկողությունից։ Մյուսները կոշտ քննադատում են Թրամփին, հայտարարելով, որ նա փորձում է գործել ինչպես դիկտատոր։ Դե քաղաքական թևերում բնականաբար կարծիքները տարբեր կլինեին։ Թենեսիի հանրապետական սենատոր Բրենթ Թեյլորն ասել է. «Ես ուրախ եմ ինչպես մսասեր մարդը Golden Coral բուֆետում, որ նախագահը ազգային գվարդիա է ուղարկում Մեմֆիս։ Սա այն է, ինչ իմ ընտրողները երկար ժամանակ պահանջում էին»։ Իսկ ահա դեմոկրատ սենատոր Ռոմե Շաբերին հակադարձել է. «Սա այն չէ, ինչ մենք խնդրել ենք, սա ավելի շատ քաղաքական շոու է, քան իրական արդյունք տվող քայլ։ Վախենում եմ, որ Մեմֆիսի բնակիչները կարող են տուժել դրա հետևանքներից»։ Քաղաքական վերլուծաբաններն էլ նշում են, որ Թրամփի վարչակազմը այսպիսի դաշնային տեղակայումը ներկայացնում է որպես ազգային արտակարգ իրավիճակ, փորձելով դեմոկրատներին էլ ցույց տալ որպես թույլ հանրային անվտանգության հարցերում։ Նախագահը խոստացել է նմանատիպ գործողություններ իրականացնել նաև այլ քաղաքներում՝ Չիկագոյում, Բալթիմորում եւ այլն։ Այժմի համար նախատեսել է այսքանը, եթե դեռևս չեք բաժանորդագրվել ալիքին, ապա դա արեք մինչև մեր հաջորդ թողարկումը, որը այսօր ժամը 4-ին է։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։